Ազգային պարը պարզապես շարժումների հաջորդականություն չէ, այն պատմություն է գենետիկ հիշողություն և հայի տեսակը պահպանելու պայքարի ուղի։ Փորձառու պարուսույց Անդրանիկ Սարգսյանն այս գաղափարախոսության կրողն է։ Մեր ազգային ոգին խրոխտ է, անկոտրուն է, մենք հյուրընկալ ազգ ենք, հյուրասեր ազգ ենք, մենք ժպտացող ազգ ենք, մենք ճախրող ազգ ենք, և մինչ առայսօր պետք է ասեմ դարեր շարունակ մշակույթը այս լեզուն, մշակույթի պարարվեստի պահպանել է հայեցիությունը, հայ տեսակը, և մենք պետք է այո պահպանողական լինենք, մշակութասեր լինենք, և այս մշակույթը ոչ թե դարձնենք առօրյայական որոշակի խաղարկային իրավիճակ, այլ փաստարկենք որպես հենք և ապրենք այս մշակույթի ոճով, լեզվով։ Անդրանիկը դեռ 3 տարեկանից է սկսել պարով զբաղվել։ Վարպետի անցած ճանապարհը լի է հաջողություններով։ Իր և տիկնոջ Ռուզաննա Հովհաննիսյանի կողմից հիմնադրված Արաքս պարարվեստի դպրոցն արդեն 30 տարի բարձրորակ պարային կրթություն է ապահովում սաների համար։ Արդեն 50 տարվա անիվը իմ իմաստուն պտտվել է և ողջ կյանքս ապրում եմ պարարվեստով և կապրեմ պարարվեստով, ծնվեմ երկրորդ անգամ նորից կապրեմ պարարվեստով։ Պարարվեստը իմ հոգևոր սնունդն է, իմ ոգին է, իմ լեզուն է, իմ խոսքն է, իմ պետությունն է, իմ դրոշն է։ Ես պարարվեստով արթնանում եմ, պարարվեստով ննջում եմ, ստեղծագործում եմ։ Ազգային պարը հուսալի ձեռքերում է, համոզվում ես, երբ ընդամենը 30 րոպե Անդրանիկի հետ գտնվում ես նույն փորձասենյակում։ Անդրանիկն իր գործի նվիրյալ է։ Այս մասնագիտությունը շքեղ մասնագիտություն է։ Ես միշտ ասել եմ, սա դաստակի պտույտ չէ, սա գիտություն է։ Մենք խոսում ենք պարերով։ Քանզի մենք բեմահարթակում չենք կարողանում խոսել, բայց մեր ոգին է խոսում։ Մենք ամենս պարարվեստի նվիրյալներս մեր պետության լավագույն խոնարհ ծառաներն ենք, որ մեր ավանդույթները պահպանելով փոխանցում ենք այս սերնդին և հուսամ այս սերունդն էլ կպահպանի, կփափագի, կփոխանցի հաջորդիվ սերնդին։ Անդրանիկը խստապահանջ է, փորձասենյակ մտնող յուրաքանչյուր սան լավ գիտի, պետք է պարապմունքն անցկացնել լիակատար նվիրումով։ Այստեղ դուք չեք տեսնի երեխա, պետք է փաստեն, որոնք որ սիրողական դասաժամերի են հաճախում։ Բոլոր երեխաները արդեն պատրաստական ընկալել են ինչ է պարարվեստի լեզուն և հաճախում են կրթական համակարգ։ Պարը կյանք է, պարը ոգի է, պարը լեզու է, մենք պարարվեստի դիվանագետներ ենք և մեր պետականությունը մեր մշակույթով ներկայացնում ենք ողջ մոլորակին։ Շնորհավորում եմ բոլոր պարարվեստի մասնագետներին, պարագետներին, երախտագիտությունս եմ հայտնում երախտավորներին, մեր մեծերին, ովքեր մեր ուսանել են մեզ։ Ազգային պարերի վարպետը հետևում է յուրաքանչյուր պարողի ձեռքի շարժմանը, հայացքին, կեցվածքին։ Ասում է, պարը սկսում է կարգապահությունից, ավարտվում հոգու թռիչքով։ Եվ այդ թռիչքն ըստ պարուսույցի պետք է լինի անկառավարելի ու գրավի բոլորի ուշադրությունը։ Քրիստիա Մանուկյանի համար պարը փրկության մի ձև է, կյանքի ցանկացած դժվարություն հաղթահարում է շարժումների օգնությամբ։ 18 տարի արդեն Արաքս պարային համույթի սան եմ, նաև նշեմ, որ պարարվեստով չեմ շարունակել, լրիվ ուրիշ մասնագիտություն եմ սովորում, հիմա մագիստրատուրայի ուսանող եմ, բայց միևնույն է չեմ կարողանում կտրվել պարարվեստից, ոնց տեսնում եք, մինչև հիմա հաճախում եմ։ Տանը ընդհատ պարի շարժումներ էի անում, ծնողներս տեսան այդ ամենը, ինձ բերեցին պարի։ Երբ որ ես հաճախում եմ, շատ տրամադրված եմ գալիս դասի, պատրաստված, իսկ հետո հենց որ դուրս եմ գալի դահլիճից, շատ ոգևորված եմ ինձ զգում և հանգիստ։ Կոչումով պարուսույցը տասնամյակներ շարունակ իր ամբողջ էությամբ նվիրվել է հայկական ժողովրդական պարերը սերունդների մեջ սերմանելու, միջազգային հարթակներում պատվով ներկայանալու գործին։ Եվ այս առաքելությունը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ իր սիրտը բաբախում է և կարողանում է պարել։
Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։